Աղը ասֆալտն է ուտում, հրդեհը կանազ մշակույթի տան շենքը կուլ տալիս։ Հրդեհի մարման հետևանքով ջրափոսեր են առաջացել շենքում։ Մանեկենները, երբեմնի արժեքավոր իրերը, նկարները կամ մոխրացել են, կամ սև ու անպիտան են դարձել։ Ինչու է բռնկվել հրդեհը։ Մարդիկ տարբեր վարկածներ են շրջանառում։ Դրանցից մեկը հնարավոր է միտումնավոր են հրդեհել, որպեսզի տեղում բարձրահարկ կամ հյուրանոց կառուցեն։ Արաբկիրի թաղապետը հստակ է պատասխանել հարցին։ Բացառում եմ նմանատիպ որևէ քննարկում։ Շենքը պետք է 2 տարի առաջ հնչած խոստումներից մեկին է նման Գալջյանի խոստումը։ Շենքը տալիս է հնարավորություն ստանալու մի յուրօրինակ միջավայր եւ նաեւ միջազգային մասնագետների ներգրավմամբ ես կարծում եմ, որ այդ ոլորտում կրթությունը մեկ նոր ավելի բարձր մակարդակի ենք հասցնելու։ Վերադառնանք մեր օրեր։ Շատ դաժան է։ Տիկին Աննայի մանկությունը հիշեցնող վայրերից մեկն է կանազ մշակույթի տունը։ Այրվող շենքի ֆոնին, ինչպես ինքն է բնորոշում, ջահել օրերին ֆիլմ դիտելու վազքն է հիշել։ Ֆիլմ են գալի նայում, երեխեքը սակումբ էին մասնակցում, Պարը Գյանջումյանի հայտնի խումբներ ստեղ պարում։ Մի խոսքով ցավ եմ ապրում։ Սաղին նա դնալ, Անփութության միգուցե։ Մշակույթի տունը 68 տարվա պատմություն ունի։ Ճարտարապետները Սոս Մանուկյանն ու Վիլեն Տոնիկյանն են։ Քանաքեռի ալյումինի գործարանի մշակութային տունն էր, որից էլ ժառանգել են անվանումը։ Ճարտարապետական կարևոր արժեք էր մշակույթի տունը, որն անփութության ու անտերության էր մատնված, կարծում է ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը։ Եվ ճարտարապետը, եւ ժամանակաշրջանը, եւ նաեւ շենքի ճարտարապետական օրակ, արժեքը, զարդաքանդակները, հաղթաքանդակները եւ այլն, դա ասում են, այդ շենքը միանշանակ ուրեմն պահպանության ենթակա։ Դասական, հետթամանյանական, այսպես ասած, ճարտարապետության լավագույն նմուշներից մեկն է։ Յատեղը այդ լամբադակոչվող կամուրջի պատճառով ինքը շատ չէր երևում բանման, բայց բոլոր այն մարդիկ, ովքեր բան էին անում, ինչ-որ մի ձև նկատում էին, արժևորում էին այդ շենքը։ Շենքը մի քանի անգամ վաճառվել է։ 2007 թվականին այն ձեռք էր բերել Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը։ Հետագայում կանազ մշակույթի տունը վերանվանվել է Արտ կանազ մշակույթի տուն։ 2017-ից այն Երևանի ավականու որոշմամբ 10 տարի ժամկետով անհատույց հանձնվել է Արվեստի Այբբենարան մշակութային հիմնադրամին, որի տնօրենը Հայաստանի ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն էր։ Այնուհետև շենքը քաղաքապետ Ավինյանի որոշմամբ վերադարձրել են Երևանի քաղաքապետարանին։ Երևանի քաղաքապետարանը շատ կտրուկ որոշում է կայացրել բոլոր այդ ներդրումային ծրագրերը չեղարկել եւ բոլոր այն տեղերում, որտեղ այդ ծրագրերը չեն իրականացվել, մենք ստանձն ենք առնելու այդ միջավայրերը վերականգնելու։ Երաժշտական ակադեմիա դարձնելու խոստումը շենքի իրերի հետ մոխրացավ, թե դեռ կա։ Շենքի քանդելու ոչ մի ծրագիր քաղաքապետարանը չունի, այլ ունի վերակառուցելու ու ժողովրդին ծառայեցնելու ծրագիր։ Երբ մշակույթի տունը ծխում էր, հարակից շենքերի բնակիչները դուրս էին եկել փողոց ինչ-որ բանով օգնելու։ Պատմում էին, պարբերաբար զանգել ու քաղաքապետարանին զգուշացրել են, երբեմնի մշակույթի տունը անտունների համար կացարան է ծառայում։ Ելումուտը չի վերահսկվում։ Վարոսյանն ասաց, սահմանազատել էին ճաղերով եւ դռներով։ Պարզվում է, լավ չէր սահմանազատվել։ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել գույքը հրկիզման կամ այլ հրավտանգ եղանակով վնասելու կամ ոչնչացնելու հատկանիշներով։ Դեպքի առթիվ իրականացվում է նախաքննություն, նշանակվել են համալիր փորձաքննություններ, հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։ Անիա Բաղյան, Մեհեր Դավթյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։